Ժորժան, ուշադրություն, բոլոր падգամավորները նոր տարու դիմաց ստացել են 13-րդ աշխատավարձ։ Եվ գիտեք որքան գումար։ Յուրաքանչյուրը 3 միլիոն դրամ։ Այսինքն 13-րդ աշխատավարձ 3 միլիոն դրամի չափով տալ падգամավորին, որը իհարկե ավելի կարիքավոր է, քան թոշակառուները։ Այդ որ ասում ենք 13-րդ թոշակ տվեք թոշակառուներին, ընդամենը 36,000 դրամ, 40-50,000 դրամ, ասում եք թոշակառուն այդ գումարը ինչ է անելու։ Այդ падգամավորները 3 միլիոն դրամ ստանալուց ուրեմն ինչ են անելու, այս շատ հետաքրքիր է, 3 միլիոն դրամ ու ոնց են բացատրում պաշտոնյաները, որ դա խնայված բյուջեի մասն է, որը որ որոշել են հենց այդպես ծախսել, այսինքն թոշակառուին հանկարծ գումար չտան, թոշակառուն անգամ չգոյատևի, բայց падգամավորին ամեն մեկին 3 միլիոն դրամ շատ ու շատ անհրաժեշտ գումար էր։ Ժորժան, իրականում ազգային ժողովում ոչ մեկ, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չեն պաշտպանում ժողովրդի շահերը, չեն բարձրաձայնում ժողովրդի խնդիրները։ Ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը ասում եմ հետևյալը. 2026 թվականին հունիսի 7-ին պարլամենտական ընտրություններն են եւ ժողովուրդը հենց պետք է իր խոսքը ասի, ժողովուրդը պետք է գնա ու մասնակցի ընտրություններին եւ իր ճիշտ ընտրությունը կայացնի։ Ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ, որը պայքարում է ժողովրդի խնդիրները սարքելու օրակարգային, ինքս որոշում եմ կայացրել, որ պետք է գնամ եւ ներկայացնեմ ժողովրդի շահերը ընտրություններին։ Այո, ուրիշ տարբերակ չկա, հենց ժողովուրդը պետք է տեր կանգնի իր շահերին, հենց ժողովուրդը պետք է իր խոսքը ասի եւ հիշեք Ժորժ ջան, մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք ու մենք անպայման հաջողելու ենք, ուրիշ տարբերակ չկա։ Խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, գրեք, ձեր բողոքի ձայնը բարձրաձայնեք եւ բաժանորդագրվեք իմեջին։